Խաղաղություն ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, եկեք սրտանց ասենք փառք մեր Տիրոջը։ Թող Աստված ձեզ օրհնի եւ իր Սուրբ Հոգով հպի մեզ բոլորիս։ Ես ուզում եմ կարդալ Մատթեոսի ավետարանի 20-րդ գլխից այգու մշակների առարկի վերաբերյալ եւ փորձենք հասկանալ, թե Տերը ինչ է ուզում մեզ սովորեցնել։ Ուրեմն այստեղ մենք կարդում ենք, որ երկնքի թագավորությունը տանուտեր մարդուն նման է, որ առավոտյան սկանում խելավ ու իր այգին համար բանվորներ բռնելու։ Օրը բանվորներ եւ բանվորների հետ օրը մեկ դահեկանի խոսք կապեց ու զանոն ղրկեց իր այգին։ Եվ ժամը 3-ին ատենները ելավ ուրիշներուն տեսավ, որոնք շուկայի մեջ պարապ կայնել էին։ Լուսավ անոնց, դուք հալ գացեք իմ այգիս, ինչ որ արժան է ու դամ ձեզի։ Անոնք հալ գացին ու նորեն ժամը 6-ին և ժամը 9-ին ատենները ելավ անպես հրավ։ Եվ ժամը 11-ին ատենները ելավ ուրիշներու գտավ, որոնք պարապ կայնել էին ու անոնց սավ։ Ինչու հոս բոլոր օրը պարապ կայնել եք, ասին իրեն, անոր համար, որ մեկը մեջ վարձքով չբռնեց, սավ անոնց։ Դուք հալ այգին գացեք ու ինչ որ արժան է պիտի առնեք։ Երբ իրիկուն եղավ, այգին տերը իր տնտեսին ասավ. բանվորները կանչե եւ անոնց վարձքը տուր վերջինեն սկսելով մինչև առաջինները։ Երբ եկան անոնք, որ ժամը 11-ին գացել էին, մեկ-մեկ դահեկան առին։ Եվ առաջինները գալով կկարծեին, որ ավելի պիտի առնեն, ու անոնք հալ ավելի մեկ-մեկ դահեկան։ Անոնք հալ առին մեկ-մեկ դահեկան, եւ առին տանուն երբ առին տանտիրոջ դեմ տրտունջ կնեն ու կսեին, թե այդ վերջին մեկ ժամ գործեցին, վերջինները մեկ ժամ գործեցին, զանոնք հավասար էր մեզի, որ օրվան ծանրությունը տակությունը քաշեցինք։ Անիկա պատասխան տվավ ուսավ անոց մեկուն, ուսավ ընկեր, ես քեզ չեմ զրկել, չէ որ դու ինձի հետ մեկ դահեկանի խոսք կապեցիր։ Արփուկը դու գնա, կուզեմ, որ այս վերջինին քեզի ուզածից պես տամ։ Միթե ես իշխանություն չունիմ իմ բաներուս վրա, ինչ որ ուզեմ նելու, կամ թե քու աչքը չար է, որ ես բարերարեմ։ Այսպես հետիններ առաջին պիտի լան եւ առաջինները հետին, մասի կաչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, տեսնենք, թե Տերը ինչ է ուզում այս առակով, այս բանվորների առակով մեզ սովորացնել։ Մենք տեսնում ենք, որ այստեղ առավոտից շուտ, երբ որ Տերը գնաց, ասում է, երկնքի տանուտեր մարդու, որ իր այգի համար բանվորներ էր փնտրում։ Եվ առավոտից շուտ եկավ, տեսավ բանվորներ կան, որ կանգնած սպասում են։ Եվ Տերը նրանց ասեց. նրանց հետ գրած է մեկ դահեկանի խոսք կապեց։ Այսինքն նրանց հետ ինչ եղավ, նրանց հետ պայմանագիր կապեց, որ եթե աշխատեք, այսօրվա մեջ մեկ դահեկան կտամ։ Մեկ դահեկան այն ժամանակվա հարմար աշխատավարձներ, բանվորի մեկ օրվա աշխատավարձներ։ Եվ նրանք խոսքը կապեցին ու գնացին աշխատելու։ Առավոտ կանուր, հրյաների մոտ օրը սկսվում է առավոտ ժամը 6-ից։ Այսինքն նրանք ինչ արեցին։ Առավոտ ժամը 6-ից գնացին աշխատելու։ Հետո հաջորդը նայում ենք։ Եվ ժամը 3-ին ատենները ելավ ուրիշներին տեսավ, որ անոնք շուկայի մեջ պարապ կայնել էին։ Ժամը 3-ին։ Ժամը 3-ը քանիսը կլի։ Եթե 6-ին գումարեն 3, ելնա 9, այսինքն առավոտ 9-ին։ 3 ժամ փաստորեն սպասել էին այդ բանվորները, նրանց տանող չէր եղել։ Ժամը 9-ին նորից տեսավ բանվորներ, որոնք կանգնած էին շուկայի մեջ, եւ նրանց չասեց, թե ինչքան եք ուզում, որը ինչքան տամ ձեզ։ Նրանց ասեց, գնացեք իմ այգին աշխատեք, եւ ինչ որ արժանա ձեզ պիտի տամ։ Նրանք չասեցին, թե որևէ պայման չդրեցին, թե բավոր քիչ տաս, բավոր շատ տաս, ինչքան կտաս, այսինքն չքննարկեցին այդ հարցը։ Ուղղակի հավատացին այգու տիրոջը եւ գնացին աշխատելու։ Հետո ժամը 3-ից հետո ժամը ուրեմն տեսավ ժամը 6-ին
այսինքն 6-ին գումարենք 6-12, ժամը 12-ին նորից, էլի տենց կայնացրելին, որոշ բորգը չէր տարել նրանց աշխատելու 12-ին, հետո վերջում ժամը 11-ին, ժամը 11 արդեն քան է ստանում, 11-ին գումարենք 6-17, այսինքն հիմա ժամի 5-ը, իսկ ընդեղ 6-ից 6-ն էին աշխատում, այսինքն ընդամենը նրանք 1 ժամ պիտի աշխատեին, վերջի բանվորները։ Հետարքիր է, այս բանվորները, որոնք ասենք, այնտեղ ինչու էին տենց կանգնած, այդպես սպասում էին, որ մեկը տանի իրանց աշխատացնի։ Հավանաբար այս բանվորները մի տեսակ առաջվա բանվորների համեմատ միգուցե, ասենք այդպես, օրինակ որ դու գնում ես ֆայլաբազեր, կոպիտ ասած, ուզում ես բանվոր բռնես, ոնց ես, նայում ես, թե բանն էլի, չէ, այնց, լավ աշխատող էլի, չէ, բայց հավանաբար սրանք այդքան բան չէին ներշնչում լավ աշխատելու, դրա համար նրանք սպասում էին, որ իրանց մեկը տանի։ Եվ նրանք մի տեսակ անհույս էին, մտածում էին, որ հիմա կգնանք տունը ասենք, բան չենք ունենա տալ, երեխեքը սոված կմնան, եւ այսպես անհույս մտածում էին։ Բայց եկավ այգու տերը եւ ասավ գնացեք, ինչ որ բանա, արժանա ես կհատուցեմ։ Ու երբ որ գնացին, սկսեցին աշխատել, ժամը 6-ին վերջացրին, հետո այգու տերը իր տնտեսին ասեց, հիմա սկսի բաները փողերը բաժանել։ Եվ ասում է վերջից սկսի։ Ու երբ որ վերջինները արդեն նրանք էին, որոնք եկել էին ժամը 11-ին, չէ՞։ Այսինքն 1 ժամ էին ընդամենը աշխատել։ Նրանց տվեց մի դահեկան։ Այս նրանք ուրախացան, այս առաջի ժամը 6-ի գնացողները, առավոտ կանուխները ասին, ես ինչ լավ է, թե իրանց այս այգու տերը մի դահեկան տվեց, ուրեմն մեզ 12 անգամ շատ կտա, չէ՞ որ մենք 12 ժամ աշխատել ենք, 12 դահեկան կստանանք։ Բայց եկավ տես տվեց, բոլորին հավասար, եկավ են առաջիններին, նրանց էլ մի դահեկան տվեց։ Եվ շատ հետաքրքիր է, եղբայրներ քույրեր, երբ որ նրանց այդ մի դահեկանը տվեց, ինչ կատարվեց այդ էլ։ Եվ այսպես ասեց նրանք։ Եվ Արին տանուն տերոջ դեմ տրտունջ 11 համարում, տրտունջ կնեն ու կսեին, թե այդ վերջիները 1 ժամ գործեցին և զանոնք հավասար էր իր մեզի, որ օրվան ծանրություն ու տակությունը քաշեցինք։ Ուրեմն բողոքեցին, տրտնջացին իրանց վրտի մեջ, նախանձեցին, թե ինչի համար մեզ էլ տվեցիր մի դահեկան, այդ մի ժամ աշխատողներն էլ, սա մի թե օրե արդարություն է։ Բայց ինչ ասեց Տերը, ասեց ընկեր, ասում ես չեմ զրկել, չէ որ ես այդ մեկ դահեկանի խոսք եմ կապել, մեկ դահեկանի խոսք եմ կայել և խոսքս պահում եմ, արկը մի դահեկան ու գնա, շարունակության մեջ ասում է, այս վերջինները և ասում է, անիկա պատասխան տվում, ընկեր, ես քեզ չեմ զրկել, չէ որ դու ինձի այդ մեկ դահեկանի խոսք կապեցիր, արկուկդ և գնա, կուզեմ որ այս վերջինին քեզի տվածից պես տամ։ Միթե ես իշխանություն չունիմ իմ բաներուս վրա, ինչ որ ուզեմ անելու կամ թե քու աչքը չար է, որ ես բարերարեմ։ Միթե ես իշխանություն չունեմ իմ բաների վրա, կամ քու աչքը չար է, որ ես բավարարեմ։ Ինչ է նշանակում չար աշկ։ Չար աշկ ունեցող ինչ է։ Ով է այդ չար աշկ ունեցող։ Առակաց գրքի մեջ կարդում ենք, որ Առակաց ուրեմն ասեմ 22-րդ գլուխ 9-րդ խոսքում կարդում ենք չար աշկ ունեցողի վերաբերյալ։ Տեսեք, ինչ ասեմ։ Եվ չար աշկ ունեցողը, օրինակ աղեկ աշկ ունեցողը։ Առակաց ուրեմն 22:9 եւ Առակաց 28:22։ Առակաց 22:9 եւ 28:22։ Այստեղ էսպես է ասում։ Առակաց 22:9։ Աղեկ աշկ ունեցողը օրհնյալ կլա, վանզի իր հացեն աղքատին կուտա։ Ում աշկը բարի է, լավ է, ասենք, աղեկ է, ինքը օրհնյալ է լինում եւ իր ունեցածից ուրիշին է տալիս։ Իսկ Առակաց 28-րդ գլուխ 22 համարում այսպես է ասում։ 28-22։
Չարաշք ունեցող մարդը հարուստ լալու կարտորա ու չգիտեր, որ իր վրա աղքատություն պիտի գա։ Չարաշք ունեցող մարդը ուրիշի կարիքը չի տեսնում։ Չարաշք ունենալ նշանակում է ուրիշի կարիքը չտեսնել, աչքը չարա, ուրիշի քեզ չի հետաքրքրում, ուրիշի կարիքը չի հետաքրքրում, եւ դու միայն քո հարուստ լալու մասին ես մտածում, հարուստ լալու համար ես մտածում։ Ուրեմն այդպեսի մարդը, չարաշք ունեցող մարդը, հարուստ լալու կարտորա ու չգիտել է, որ իր վրա աղքատություն պիտի գա։ Չի իմանում, որ այդ պատճառով իր վրա աղքատություն պիտի գա։ Հիմա դրա համար սիրելիներս, մենք տեսնում ենք այստեղ, որ առաջինները ինչ էին արել, շատ էին աշխատել, համարյա 12 ժամ աշխատել էին, բայց այդ ժամանակ նույն վարձատրությունը ստացան։ Հիմա փորձենք հասկանալ սրա իմաստը։ Առաջինը սիրելիներս, նրանք երբ որ այդպես տրտնջացին, ինչն էր պատճառը տրտնջի, որովհետև ոչ թե որ տանուտերը խախտել էր իր ասածը, այլ որովհետև իրան սրտի մեջ նախանց կար։ Իրանք ասում են, եթե իրանք էլ մեկ դահեկան, ինչի՞ պիտի մենք էլ մեկ դահեկան ստանանք, չէ՞ որ մենք շատ ենք աշխատել։ Բայց եղբայրներ քուրեր, մարդու արժեքը չի որոշում նրա աշխատանքի չափով։ Ինչքան շատ եմ աշխատել, այնքան ես ավելի լավ մարդ եմ, ավելի մեծ մարդ եմ։ Աստծո, ուրեմն նրա աշխատանքի չափով չի, այլ Աստծո ողորմության շնորհքով։ Ուրեմն նորից եմ կրկնում, մարդու արժեքը չի որոշում, թե նա ինչպիսի մարդ է, ինչքան շատ աշխատել, ինչքան շատ գործ արել։ Ոչ ոք էլ չի կարող այդ աշխատի, այնքան աշխատի, որ ողորմության արժանանա։ Այլ մարդու արժեքը որոշում է Աստծո շնորհքով եւ Աստծո ողորմությամբ։ Սա սիրելիներս մի մեծ հարված էր կրոնական հպարտության դեմ։ Հրեաները կրոնականներ էին շատերը, եւ փարիսեցիները դեպիները ունեին կրոնական հպարտություն։ Այս խոսքը եղբայրներ քուրեր մեծ հարված էր կրոնական հպարտության դեմ։ Մարդը չի կարողանում տանել ուրիշի հաջողությունը, կարծելով թե ինքն ավելի արժեքավոր է, բայց իրեն չեն գնահատում։ Ես ավելի արժեքավոր եմ, բայց ինձ չեն գնահատում։ Աստծո փրկությունը եղբայրներ քուրեր հիմնված է ոչ թե ինչքան դու շատ ես աշխատել։ Աստծո փրկությունը հիմնված է նրա ողորմության եւ նրա սիրո վրա։ Արակած ներողություն, Հռոմեացիս 6:23-ում ինչ ասում։ Ուրեմն մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո ձրի պարգև է, ձրի բառը լավ հիշեք, ձրի պարգև է հավիտենական կյանք։ Եթե ձրի է, ուրեմն մարդուց ոչինչ կախված չի։ Այդ դեպքում այդ պարգևը ինչու մեկին հասնում է, մյուսին չի հասնում, ինչու մեկը փրկվում է, մյուսը չի փրկվում։ Որտեղ մեկ ուզում է այդ պարգևը ստանալ, մեկ ուզում է ողորմություն ստանալ, մեկը զգում է իրան կարիքավոր։ Այս մարդիկ, որոնք ժամը 11-ը մինչև մնացել էին, իրանք չէին գնացել, սպասում էին, որ ինչ-որ մի բան լինի, որ կարողանան մի բան տանել տուն ուտելու, երեխեքին տալու համար։ Դրա համար այդքան սպասել էին եղբայրներ քուրեր։ Ձրի պարգևը դա հավիտենական կյանքն է։ Այդ մեկ դահեկանը խորհրդանշաբար նշանակում է բանը, ասենք փրկությունը, որ գործերի վրա չի հիմնված։ Հիմա տեսեք, ժամը 11-ին էր ստացավ մեկ դահեկան, առավոտ ժամը 6-ին էր։ Այսինքն տեսեք, սիրելիներս, սա նշանակում է, որ եթե անհնարին է ստանալ հավիտենական կյանքը 1%-ի, 10%-ի չափով, 20%-ի չափով, կես հավիտենական կյանք, հավիտենական կյանքը չի կարելի բաժանել կտոր-կտորների, ասել ես հավիտենական կյանք ես կտոր է քեզ, հավիտենական կյանքը դա կյանք է։ Դրա համար եղբայրներ քո օրինակ լինում է, որ մայրամուտին մարդը երբ որ ասենք մեռնելու վրա է, կարճ ժամանակ է մնում մեռնելու, երբ որ դու գնում ես, ասենք զրուցում ես, խոստովանվում է եւ ասենք ամբողջ սիրտը Տիրոջն է տալիս եւ տեսնում ես, որ այս մարդը զղջաց ապաշխարեց, փրկություն գտավ։ Դա ժամը 11-ին եկողներն են դրանց նման։ Ասենք փառք Տիրոջը, որ մեր Տերը փրկությունը ձրի է տալիս, չի սպասում, որ դու ինչ-որ ես իմով լինես, որովհետև ինչ տարբերություն, դու ես մեղքի ծառա, նա էլ է մեղքի ծառա։ Եթե դու դեռ չես փրկվել, քո աշխատանքդ ոչ մի արժեք չունի, ոչ մի կոպեկ չունի։ Մարդը կարող է Աստծո համար գործ անել այն ժամանակ, երբ որ նա արդեն փրկված է, փրկությունից հետո կարող է գործել։ Որովհետև
Մինչև փրկությունը դու քո парքի համար ես անում, քո շահի համար ես անում։ Դրա համար սիրելիներս, այսօր մենք պետք է սա հասկանանք։ Սաթերը ուզում են ասուն համոզել, որ իրենք ավելի են արժանի, քան թե մյուսները։ Շատ եկեղեցու անդամներ այսպես են հպարտանում։ Ես գիտես 20 տարվա, 30 տարվա եկեղեցու անդամ եմ։ Հետարքիր անչի ասում 20, 30, 40 տարվա եկեղեցու նպատակն ի՞նչն է։ Դրանք նման են առաջի հрьяաներին։ Մենք տեսնենք, որ այդ վերջինները առաջինները հрьяաներն էին։ Նրանք նման են այդ հрьяաներին, որ այդքան տարիներ նրանք ճիշտ է, ասենք կրել էին բանը, ասենք շատ տարապանքներ էին քաշել, ուրեմն Աստված նրանց Բաբելոն էր ուղարկել, տարբեր երկրներ էր ուղարկել, սպանվել էին, մորթվել էին, բայց եղբայրներ քրեր։ Այդ բոլորը միասին մենք տեսնում ենք, որ նրանք ունեին կրոնական մեծ հպարտություն, եւ այդ հպարտությունը ջախջախվեց Հիսուսի այս խոսքերով, ջախջախվեց այս առակով, եւ նրանք այլևս ոչ մի բան չէին կարող դեմ դնել։ Շատերը այսօր որ ասեցի հպարտանում են, որ իրանք եկեղեցու անդամներ են։ Լավ ասենք 10 տարի, 20 տարի եկեղեցու անդամ ես, ինչ կա դրա մեջ։ Չէ որ կյանքն է կարևորը քո մեջ։ Կյանք ունես թե չունես։ Պրակտիկ կյանքում դու այդ հավատքը դրսևորում ես, հավատքի համեմատ ես քայլում, թե քո սրտի ցանկությունների համեմատ։ Նրանք այսպիսի մարդիկ, ովքեր բարձրանում են, հպարտանում են, կրոնական մարդիկ են, եւ նրանք ուրիշների սխալների համար բան են անում, ուրիշների սխալների նկատմամբ մեծ դեպս հետաքրքրություն են ցուցաբերում։ Այս մեկը էսին սխալն արեց, այն մեկն ինձ սխալն արեց։ Մի անգամ այդպես զրուցում ենք, բանում ենք, Հոլանդիայում ենք, ասենք, ես այդպես խոսք էի խոսում, ես ասեցի մի հատ հետաքրքիր բան, ասեցի, գիտեք ինչ կա, եղբայրներ քուրեր։ Եթե մեկը հիմա Տեր Հիսուսը մեզ ասում է, որ ամեն օր քո անձը ուրացի, խաչը վերցրու եւ արի իմ հետևից։ Հիմա պատկերանց դու անձը ուրացել ես, խաչը վերցրել ու գնում ես Քրիստոսի հետևից։ Գնում ես Գողգոթա խաչվելու։ Խաչը ուսիդ գնում ես։ Հիմա հարց եմ տալիս ես, այդ ժամանակ դու կհետաքրքրվես այսինչ մարդի, այսինչ քուրիկի մազերը կարճա թե երկար, ունքերը հանածա թե հանած չի, այսինչ եղբոր շալվարները, չգիտեմ, ճապ պատրվածա թե պատրված չի։ Այդ բաները քեզ կհետաքրքրի արդյոք։ Իհարկե չի հետաքրքրի, քեզ միայն մի բան է հետաքրքրում, որ դու գնաս Գողգոթա խաչվելու, գնաս խաչի տակ մտնելով քո կյանքը ձեռք բերես այնտեղ։ Գողգոթայում է կյանքը, եղբայրներ քուրեր, խաչվելուց հետո է կյանքը երևում, մեռնելուց հետո է կյանքը երևում։ Ասենք փառք Տիրոջը դրա համար։ Ուրեմն սիրելիներս, թողեք, որ ուրիշներին մի սկսեք ասենք բան փասել, այս քուրիկը այնպես է, այս եղբայրը այնպես է, այս դրա գալիս է ձեր կրոնական հպարտությունից։ Ուրիշների սխալների նկատմամբ դրանք շատ դաժան են վերաբերվում, բայց իրանց սխալների նկատմամբ սկի էլ զգացմունք չունեն։ Օրինակ, եթե հիշում եք Սավուղը ինչ էր անում, Սավուղը Հովնաթանին, որ ասենք մի հատ մեղր էր կերել մի քիչ, նույնիսկ իր տղան էր, չէ։ Ուզում էր որ ասենք պատրաստ էր որ ասենք իրան ինչ անեին, իրան սպանեին, բայց իր սխալը որ բան արավ, գնաց ասենք այդ սխալը կատարեց, այդ մեղքը գործեց, Սամուելն էլ պատրեց, երբ որ բռնեց սամ պատրվեց, բանը ասեց հնազանդությունը զոհեն աղեկա։ Այսինքն Սամուելը այդ օրվա մեղ գործել է, զերություն, Սավուղի այդ օրվա մեղ ինքը հետ չհիշեց, բայց հիշեց բանին է, հիշեց իր տղային է։ Դրա համար սիրելիներս, ուրիշների սխալների նկատմամբ մենք շատ զգայուն ենք, բայց մեր սխալների նկատմամբ բթամիտ ենք, շատ ներողություն այս խոսքիս համար չենք հասկանում, բայց Պողոս առաքյալն ինչ ասում։ Ուրեմն մի դատիր, որ չդատվես, չէ, քանզի ինչ դատով որ դատես, նույն դատաստանով դու ինքդ պիտի դատվես։ Մենք հիմա դատվում ենք, սիրելիներս, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։ Մենք դրա համար ենք այսօր, քրիստոնյան այսօր դրա համար է դատվում, նպատակը աշխարհի հետ չդատապարտվելն է։ Ուրեմն սիրելիներս, ամեն մեկը թող իր մասին մտածի, ամենօրյա գործը նա է, որ խաչը անձը ուրանա, խաչը վերցնի եւ գնա Տիրոջ հետևից։ Նրանք այդպիսի հպարտ փարիսեցիները չեն ուրախանում, երբ որ մեկը վերադառնում է, գիտեք, վերադառնում է, ասենք կորսված է, երբ որ փնտրվում է։ Հիշեք անարակ որդու մեծ որդին, հիշեք ասենք անարակ որդու Արաքի մեծ որդին, չէ՞։
Երբ որ եղբայրը վերադարձավ, ինքը տխրում էր, չէր ուրախանում դրա համար։ Դրա համար սիրելիներս, այդպիսիները նման են հպարտները, դրանք կրոնականներն են, որոնք ասենք ուրիշները, երբ որ կվերադառնան եկեղեցի, կորսված վիճակից կգան, դրանք չեն ուրախանում։ Դրանք այդպիսիները քանդում են եկեղեցին, եղբայրներ, քուրեր։ Եկեղեցու քանդողները առաջի հերթին հպարտ փարիսեցիներն են։ Հիմա տեսեք, մենք տեսնում ենք, որ Հիսուսը ինչ ասեց, առաջինները վերջինները լինելու, վերջինները առաջիններ։ Ովքեր էին առաջինները։ Առաջինները ասեցին հրեաներն են։ Հրեաներին էր վերաբերում։ Այո, նրանք առաջին եկան, կրեցին շատ դժվարություններ, նեղություններ, բայց վերջիններն ովքեր էին, վերջինները դրանք հեթանոսներն էին, որոնք դարերի ընթացքում ապրել էին կռապաշտության ու մեղքի մեջ։ Երբ որ Տերը նրանց էլ մեկ դահեկան տվեց, նրանց կրոնականության տակ կարծես թե մի մեծ ռումբ դրեց Աստված Հիսուսը։ Մի դահեկան տալով ռումբ դրեց նրանց կրոնականության տակ, կարծես պայթեց նրանց բանը։ Եվ ամեն ինչ որ իրանք ունեին ուսմունքներ, բաներ, ոնց որ օդս ցնդեց։ Հուդայական էլիտան, հուդայական այդպես փարիսները, դպիրները պահանջում էին հեթանոսներն էլ, որ իրենց նման բան գաղատացից թղթում էր, թլպատվեն եւ այն օրենքները, Մովսեսի օրենքները, եթե ոչ Աստված չեն փրկվի։ Բայց Պողոս Սարաքյալը խիստ քննադատեց, ասեց, ոչ թլպատությունն է մի բան, ոչ էլ անթլպատությունը, ապա Հիսուս Քրիստոսով նոր ստեղծված լինելը։ Մովսեսի օրենքները, սիրելիներս, Մովսեսի օրենքներով ոչ ոք գիտենք, որ չի կարող փրկվել։ Հնարավոր էլ չի այս բանը։ Փառք ասու եղբայրներ քուրեր, որ փրկությունը դա ձրի է եղբայրներ քուրեր։ Աստված մեզ ձրիաբար է փրկում, ելնելով նրանից մեր կարիքից։ Դու ուզում ես փրկվել, դու կարիքավոր ես, դու զգում ես քեզ կորսված։ Եթե դու կորսված ես զգում, քեզ կարիքավոր ես զգում, Աստված ճիշտ, եթե մի րոպե էլ մնա քո կյանքի մայրամուտին, ոչ թե մեկ ժամ, Տերը քեզ կհասնի եւ քեզ կփրկի։ Փառք Տիրո, ինչպես խաչի վրա ավազակին փրկեց։ Աստված մեզ փրկել է իր ձրի շնորհքով, որովհետև Աստծո խոսքը Եփեսացիս 2:8 ինչ ասում. շնորհքով եք դուք փրկված հավատքի միջոցով։ Եվ սա ոչ թե ձեզանից է, այսինքն այդ փրկությունը ոչ թե ձեզանից է, որպեսզի ոչ մեկը չբարձրանա։ Եթե մեկը, ասենք, Իրանից էր փրկությունը, բարձրանալու իրավունք ունենային, բայց ոչ մեկը որպեսզի չբարձրանա, դրա համար Տերը շնորհքով է մեզ փորձում։ Ոչ թե գործեր են, որ որևէ մեկը փրկվի։ Շնորհքը ինչ է, եղբայրներ քուրեր։ Շնորհքը դա բարի պարգև է, ձրի տրվող նվեր։ Մի անգամ ուրեմն ես միտեղ չեմ հիշում որտեղ էր խոսք էի խոսում, որպեսզի բացատրեմ շնորհքի մասին, ասի ժամացույց ունեի, հանեցի դրեցի սեղանին, ասեցի հիմա այս ժամացույցը ով որ հավատում է, դնում եմ այստեղ, թողա վերցնի։ Ձրի տալիս եմ իրան։ Ոչ ոք չկա, մի հատ երեխա էր։ Երեխա եկավ ժամացույցը վերցրեց, ասի փառք Տիրոջը, հավատաց, եղբայրներ քուրեր։ Մենք չենք հավատում, որ Աստված մեզ ձրի է տալիս։ Մարդու ինչի համար, որովհետև մարդու ներսում բնական օրենք է, ծնված օրից մեղքի ու մահվան օրենքն է։ Այդ պատճառով հավատալ ձրիությանը, ուրեմն մենք գնում ենք Եղվարդ, ասենք ինչ-որ սովետի տարիներին գնում ենք, հələ նոր է սկսում պաշտամունքի բաները դրները, պաշտամունք չէին գան, ուղղակի գրում զրուցում էին, մեզի ասում էին դե գյուղացիները, որ դրանք մի շահ ունեն անպայման, թե չէ ինչի են գալիս այդտեղ էլի։ Հետո պարզվեց, որ այդ դրանք ասողները շատերն եկան եկեղեցի ու տեսան, որ մեր շահը Քրիստոսն է, փառք Տիրոջը դրա համար։ Ուրեմն սիրելիներս, թող Աստված օգնի մեզ եւ մեզ Սուրբ Հոգով լցնի, որպեսզի մենք հասկանանք, որ այսօր ամեն մի եկեղեցու անդամ պետք է աշխատի Տիրոջ համար։ Երբ պետք է աշխատի, երբ որ արդեն փրկվել է, երբ որ մի դահեկան արդեն ստացել է։ Նրանից առաջվա աշխատանքը անիմաստ է, նա իր համար աշխատում։ Բայց պետք է նա չունենա նյութական ակնկալիքներ։ Նրանք հավատացին, չէ՞ վերջինները չքննեցին, թե ինչքան կտա, ինչքան չի տա։ Գնացին ուղղակի այգու Տիրոջ հավատացին։ Եղբայրներ քույր, բայց առաջինները պայման կապեցին։ Տարբերությունը տեսնում եք ինչ բան է։ Հավատացին նրանք, գնացին եւ ստացան
շատ ավելին։ Թող Աստված օրհնի ստերներս, որ մեր Աստված մեզի սիրում է եւ մեզ համար իր կյանքն է տվել։ Նա որ իր որդուն չխնայեց, որ չափ ավելի անոր հետ անոր բաները մեզի չպարգևեր։ Հռոմեացիս 8:32։ Սիրելիներս, հիմա եկեք մենք էլ հավատանք, վստահենք այգու Տիրոջը, վստահենք մեր Տիրոջը, որ նա աշխատում է այգում եւ մեզ ինչ անում, մեզ տալիս է ոչ թե ըստ մեր բանի, ըստ մեր աշխատանքի չափի, նա մեզ ծրի ամեն ինչ տալիս է, ինչ որ անհրաժեշտ է, փրկության համար ինչ որ անհրաժեշտ է, ինքը մեզ ծրի է տալիս։ Թող Աստված օգնի ստերներս։ Եվ մի կարճ մի բան էլ ասեմ, հիմա տեսեք, Հայտնության գրքի մեջ մենք կարդում ենք, որ ամեն մեկին իր գործին համեմատ հատուցանելով, չէ՞։ Հայտնության 22:12, այսպես է, որ այս գալիս եմ շուտով իմ արժքից ինձ հետ ամեն մեկին իր գործին համեմատ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ գործի համեմատ է հատուցում, բայց այնտեղ մենք տեսնում ենք, որ գործի համեմատ չի հատուցում։ Ինչու՞ նա տարբերություն է։ Տարբերություն են անում, ասես սրան մի քիչ ավելի կարելի է մանրամասն բացատրել, որովհետև գործելը մարդը երբ է գործում, աղող ու դողով ձերանձերի փրկությունը գործի։ Երբ որ մարդը փրկված է արդեն, փրկությունից հետո է սկսվում գործելը։ Նոր նրանից հետո ըստ ինչի է վարձատրում, ըստ իր աշխատանքի է վարձատրում։ Ով շատ է աշխատել, տարբեր պսակներ կա, չէ՞։ Սա արդեն վերաբերում է փրկությունից հետո։ Իսկ մինչև փրկությունը դա ծրի է։ Եվ մի բան էլ ասեմ, եւ մենք աղոթենք եղբայրներ քուրեր։ Ուրեմն մենք կարդում ենք Հայտնության գրքի մեջ, նույն տարբեր 7 եկեղեցիներ կա, 7 եկեղեցիներում տարբեր ուրեմն եկեղեցիներին տարբեր խոսքեր ասում։ Վերջում ես ուղղակի վերջում տեսեք մի եկեղեցու մասին ասեմ, վերջում հետարքիր է, այսպես է, Պերգամոնի եկեղեցուն, որ գրված է երկրորդ գլուխ, Հայտնության երկրորդ գլուխ 12 խոսքից։ Եվ ասում է Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրի, այսպես կսյանիկա, որ իր սրած երկբերան սրուն։ Ես չեմ ուզում այս ամբողջի կարդամ ժամանակ չկա։ Պերգամոնը մի քաղաք էր այդ բանի ժամանակ, որտեղ թղթի արտադրություն էր ծավալված։ Պերգամոն թուղթը որ կա, Պերգամեն, դեից առաջացել։ Հիմա տեսեք, այստեղ վերջում ինչ ասում։ Ան որ ականջունի թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցիներում։ Բոլոր վերջերում ասում ան որ ականջունի թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցիներում։ Ուրեմն մեր խոսքը եթե հոգու խոսք չի, եկեղեցին հոգու չի տա։ Տեր ասում է հոգու ասածը պետք է լսի եկեղեցին։ Եվ ինչ ասում։ Ան որ կհաղթե պահված մանանային ուտերտի տամանոր ու ճերմակ խիչ մը պիտի տամանոր եւ այն խիչին վրա նոր անուն մը գրված որ մեկը չգիտեր, բայց միայն ան որ կընդունի։ Նա որ կհաղթի ինչ պիտի անեմ, նա որ կհաղթի ասում պահված մանանային ուտել պիտի տամ։ Իդ ինչ պահված մանանա է եւ ինչ է դա նշանակում պահված մանանան։ Ելից գրքի մեջ 16-րդ գլուխ 33 խոսքում կարդում ենք, որ Աստված Մովսեսին հրամայեց այդ մանանա, որ սկսեցին մանանան ուտել, Տերը Մովսեսին հրաման տվեց եւ ես կարդում եմ այդտեղը Ելից 16:33 Եվ Մովսես սա Հարունի սափոր մար ու անոր մեջ օմեր լեցուն մանանա դիր եւ զանիկա ձեր ազգերու մեջ պահվելու համար Տիրոջ արշև դիր մի օմեր մանանա դիր օմերը գիտեք իշխանա 20-22 լիտր է մոտարապես մի օմեր ուրեմն վերցրեց ոսկե սափորի մեջ հետագայում տեսնում ենք որ այդ սափորի մեջ դրվեց այդ մանանան գրված է որ օրմեր լեցուն մանանա դիր եւ զանիկա ձեր ազգերու մեջ պահվելու համար Ձեր ազգերի մեջ պահվելու համար, դա չպետք է բացվեր, պետք է պահվեր։ Հետարքրքիր է, չէ, մանանան, ինչ էր խորհրդապատկերում։ Մանանան դա խորհրդապատկում էր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես եմ երկնքի ջիծած հացը, չէ։ Ով որ այդ հացը ուտի, հավիտյան պիտի ապրի։ Եվ վերջի ժամանակներում այդ պահված մանանան պիտի հայտնվի, այսինքն երբ որ պահված է, հիմա գիտեք ուխտի տապանակի մեջ է, եւ դե ուխտի տապանակը չկա հիմա։ Բայց կգա օր, որ կհայտնվի, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը գա, այդ պահված մանանան կհայտնվի։ Այդ պահված մանանան դա Հիսուսն է, եղբայրներ քուրեր։ Պահված մանանային ուտել պիտի տա, այսինքն Քրիստոսի հետ ունենա կենդանի հաղորդակցություն։ Եվ ջերմակ խիչ պիտի տամանոր, ինչ անշանով ջերմակ խիչ է, կամ քար ջերմակ։ Հին ժամանակում դատավորները քարերով էին բանանում, կամ սև քար եւ քար սպիտակ քար։ Ովքեր որ ասենք եթե գլադիատորն ամրցությունն է, չէ,
գնահատականը դնում էին քարերով։ Եթե մի դատավոր սև քար էր դնում, նշանակում է պարտված է, եթե սպիտակ քար էր դնում, նշանակում հաղթող է։ Ջերմակ խիչ պիտի տան, ջերմակ քար պիտի տան, այսինքն հաղթող պիտի կոչվի նա, փառք Տիրոջը դրա համար, եւ այդ մահանանայից ուտել պիտի տամ, այսինքն պիտի ճաշակի Քրիստոսին, հավիտյանը սավետեր, եւ նրան նոր անուն պիտի տամ։ Գիտեք, անունը կախված է մարդու, անունը այդպես մարդուն պատահական չի տրվում։ Սիմոնին ինչ ասեց Հիսուսը, Կեփաս, դու Սիմոն պիտի կոչվես, այսինքն վեն պիտի կոչվես, եղբայրներ քուրեր, անունը խորհրդապատկերում է նայել մարդուն, այնպիսի անուն է տալիս, որ այդ անունը ոչ ոք չգիտի, միայն գիտի Տերը, ասենք փառք, ինչ անուն է տալու քեզ, սիրելի եղբայր, սիրելի քույրիկ, մենք չգիտենք, բայց գիտեք մի հրաշալի նոր անուն է տալու, որովհետև դու հաղթել ես եւ քեզ տալիս է սպիտակ քար, որովհետև դու հաղթել ես եւ պահված բանանան, թաքնված բանանան հայտնվում է Քրիստոսը հայտնվում է Իսրայել ժողովրդին եւ այդ պահված բանանայից ուտում ես, ասենք փառք Տիրոջը դրա համար, շնորհակալ ենք Տիրոջից, եկեք ասենք փառք ես Տեր, որ դու մեզ կյանքը փոխել ես, որ դու մեզ կյանք ես տվել, որ դու մեզ կյանքը նորոգել ես Տեր Հիսուս Քրիստոս, շնորհակալ ենք Տիրոջից, փառք տանք Տիրոջը, որ նա մեզ ծրի փրկություն ա տվել, մեկ դահեկան ա տվել, որ արժե փրկության չափն է եղբայրներ քուրեր, այդ ողորմության չափն է, որ Տերը տվել է մեզ, որպեսզի մենք քաղցած չմնանք, որպեսզի մենք փրկություն գտնենք Տիրոջով, ճաշակենք Տիրոջը, կանգնենք աղոթքի եղբայրներ քուրեր։ Ուզում եք նա դերքենք, որից հետո աղոթ կանենք։